ինձ համար։ Հետո առավոտը զարթնել եմ, տեսել եմ համար, ես ուր եմ ես, հետո չի եմ եստեղ, ախ ես ինչքան բժիշկներ կան, եմ մի բժիշկուհուն ասեցի, աղջիկ ջան, ես հավայր այդակ եմ ընգել, ասես չէ։ Քնել է տանն արթնացել, հիվանդանոցում Մղջյանցի 83-ամյա Լաուրա տատն այդպես էլ մի քանի օր չի հասկացել, թե ինչու է հայտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Հարազատներն ու բժիշկները պատմում են տարեցկին ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել անգիտակից, բարձր ջերմությամբ։ Մի օր առաջ ականջից ցավում էր, միշտ եղել է այդպես բան։ Ես էլ սովորական բան է էլի։ Թվացյալ ականջի բորբոքման հետևանքով բուժարուն արդեն 22 օր ուղեղի թաղանթի բորբոքման դեմ բուժում է ստանում։ Հիմա վիճակը բավարար է։ Մեր օրերում լայն տարածում գտած տարատեսակ ինֆեկցիաներից բացի պետք է մեծ ուշադրություն դարձնել նաև վիրուսային հիվանդություններին, հատկապես մոծակներից մարդկանց փոխանցվող հիվանդություններին։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ վարակաբան Լենա Նազարյանը տեղեկացնում է, հունիսից մինչև հոկտեմբեր Հայաստանում մոծակների ակտիվացում է նկատվում։ Ջերմաստիճանի բարձրացման եւ տաքացման սեզոնի հետ մեկտեղ ունենում ենք որոշ ինֆեկցիոն հիվանդությունների ակտիվացում, առավել եւս աղիքային ինֆեկցիաները, սննդային թունավորումներն են առավել ակտիվանում։ Չնայած որ կարող ենք ունենալ նաեւ մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների ակտիվացում, կոնկրետ մեր երկրում արևմտյան նեղոսիտենդի առումով կա հիվանդությունների հիվանդության աճի միտում։ Անցյալ տարի արձանագրվել է արևմտյան նեղոսիտենդի 132 դեպք, վիրուսը 4 մարդու կյանք է խլել։ Այս տարի արևմտյան նեղոսիտենդի 1 դեպք է հաստատվել։ Արևմտյան նեղոսիտենդը մարդուց մարդուն չի փոխանցվում, այն տարածում են մոծակները։ Արևմտյան նեղոսիտենդից կամ մոծակների միջոցով փոխանցվող այլ հիվանդություններից խուսափելու համար Արժե օգտագործել մոծակներից պաշտպանող քսուկներ, պաշտպանիչ հագուստներ եւ գիշերային ժամերին բաց ջրամբարների մոտ գտնվելիս անպայման լինել պաշտպանիչ հագուստով։ Վարակվածների 80%-ի շրջանում հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների։ Հիմնականում ընթանում է ջերմություն, սրտխառնոց եւ կարող է մի քանի օր տևելուց հետո անցնել եւ մարդիկ այդպես էլ չիմանան, որ դա արևմտյան նեղոսիտենդն է, այլ վերագրեն մի այլ վիրուսի։ Բարդություններ ունենում ենք հազվադեպ, բայց դրանք լինում են բավականին լուրջ բարդություններ, գլխուեղի թաղանթի բորբոքում կամ մինինգիտ։ Արևմտյան նեղոսիտենդի դեպքում առաջացրած բարդությունները նույնպես հիմնականում լավացող հիվանդություններ են եւ բարդություններ շատ լուրջ, մենք շատ քիչ տոկոս դեպքեր ենք ունեցել։ Հանրապետությունում սեզոնին համահունչ աղիքային ինֆեկցիաների հիվանդացության աճը եւս նկատելի է։ Մասնագետն այն պայմանավորում է առավել բարձր ջերմաստիճանում բակտերիաների ակտիվացման հետ։ Հիմնականում աղիքային ինֆեկցիաների մի շարք հանդիպող տեսակներ կան առավել հաճախ, դրանք սալմոնելոզները, շիգելոզները, որոնք որ հայտնի են որպես դիզինտերիա, հնարավոր է նաև սննդային թունավորումները նրանով են տարբերվում աղիքային ինֆեկցիաներից, որ պատճառը ոչ թե հենց բուն հարուցիչն է, այլ նրա առաջացրած տոքսինները, դրա համար իրենք կոչվում են սննդային թունավորումներ։ Իսկ աղիքային ինֆեկցիաների պատճառները հիմնականում բակտերիաներն են։ Բժիշկը հորդորում է հետևել սննդի պահպանման կանոններին, միրգ բանջարեղենը լվանալ հոսող ջրով։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մանկական ինֆեկցիոն բաժանմունքում հունիսի 17-ի դրությամբ բուժում է ստանում 37 երեխա, մեծ մասը աղիքային վարակի դեպքեր են։ Հիմնականում երեխաների մոտ գերակշռում է գաստրոենտերիտի նշանները, այսինքն սխումներով եւ լուծով են դիմում մեր ստացիոնար արտահայտված ինտոքսիկացիայով եւ բարձր ջերմությունով եւ հիմնական մասը կազմում են բակտերիալ վարակները, ուզում եմ նշել, որ հենց դա պայմանավորված է առավել շատ սննդային գործոնով եւ անհրաժեշտ է որպեսզի ավելի զգոն լինել։ Բժիշկ Ղազարյանը զգուշացնում է, եթե երեխան հրաժարվում է հեղուկ ընդունել, պետք է անհապաղ դիմել բժշկի։ Երեխան թույլ է, ակնագնդերը փոսընկած, ախորժակի անկում, մեզի քանակի քչացում, դրանք վտանգի նշաններ են, որ անպայման պետք է դիմել ստացիոնար, որպեսզի արդեն կատարենք պարենտերալ հեղուկների ներարկում, եթե երեխան վիճակի չէ խմելու ճանապարհով հեղուկ ընդունել։ Էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունները փոքրիկների մոտ հաճախ են արտահայտվում։ Հանրապետությունում դեռևս շարունակվում են գրանցվել նաև ջրծաղիկի դեպքեր։
Այս օրերին Կարմերուկի բերովի 1-2 դեպք է արձանագրվել։ Խնդրանքս է, որպեսզի ճանապարհորդելուց առաջ էլ անպայման հաշվի առնեն պատվաստման հանգամանքը եւ եթե չունեն համապատասխան պատվաստում, երեխաները 1 եւ 4-ից 6 տարեկան հասակում անպայման դիմեն իրենց տեղամասային պոլիկլինիկա, որպեսզի պատվաստվեն, որովհետեւ արտերկրից գիտեք, որ զբոսաշրջության ակտիվացման հետ կապված մենք վտանգ կա եւ որպեսզի կարող ենք ունենալ նույնիսկ այնպիսի հիվանդություններ, որոնք տասնյակ տարիներ ընթացքում չենք ունեցել եւ չեն արձանագրվել։ Հասմիկ Ֆահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։